Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնելիս հնարավորության համար, իմ համար սա շատ կարևոր է, անվտանգության ոլորտի որպես ուսումնասիրող, հետազոտող շատ կարևոր է սա հանդիպումը, ինքնին նմանատիպ հանդիպումները իրենք ալգորիթմային առումով, արժեքաբանության առումով շատ կարևոր բան են նշանակում։ Ես առաջին իսկ պահից, երբ որ դուք հայտարարել եք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդադար նայում եմ, հետազոտում եմ, կարդում եմ, փորձում եմ կապել ձեր նախորդ ելույթների հետ, դեռ 18 թվականից ձեր շատ ու շատ թեզային ելույթներ իմ համար այսպես հետազոտության թեմա են եղել, անվտանգության դիտանկյունից եմ միայն ասում։ Կարելի է շատ խոսել, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչ է։ Կարելի է այն անվանել Հայաստանի Հանրապետության պետականության տեսական հիմնավորման ինչ-որ փորձ, քննարկում եւ այլն։ Բայց ես այստեղ նստած մի նոր բան ընդգծեցի իմ համար, որ մենք փաստացի ձեր օգնությամբ դուք առաջ եք քաշում ստրկատիրական մտածելակերպից դուրս գալու ճանապարհը, սուբյեկտ դառնալու ճանապարհը, առանձին սուբյեկտ իրավունք ունեցող, բայց անգամ դա ես այսպես կբնորոշեի։ Մենք ցավոք սրտի ձեր նշած ժամանակահատվածում այս նախորդ կարմրացրած տեքստը որ նայում ենք, մենք կայսրությունների պատճառով որոշման իրավունքի հավատքն ենք կորցրել, պարոն վարչապետ։ Մենք միգուցե եւ ստացել ենք այդ որոշում կայացնելու իրավունքը, բայց հավատքը չենք ստացել։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ նախորդ տարիներին մարդկանց նույնիսկ գնում էին ընտրությունների, ասում էին մեկ ընտրենք, չընտրենք, մեզից կախված չի ոչ մի բան։ Ընտրենք, չընտրենք, բան չի կախված։ Դուք հիմա սրանով փորձում եք մեր այդ հավատքը տալ, այդ իրավունքի հավատքը, որ մենք իրավունքը ունենք, բայց հավատքը չունենք։ Ես իհարկե այս ամբողջ այս թեզի վերաբերյալ, ձեր ելույթների վերաբերյալ ունեմ մի քանի հետաքրքիր առաջարկ, որոնք հիմա չեմ ասի, հուսով եմ այս քննարկումները կշարունակվեն, մենք առիթ կունենանք դեռ առարկայացնել եւ այո ակադեմիական որոշակի չափումների բերել նաեւ այս ամեն ինչը, հետազոտել եմ Ֆինլանդիայի օրինակը, Սինգապուրի օրինակը, փոքր պետությունների, որոնք շատ դժվար ճանապարհով են անցել եւ այդ սխալվելու եւ չսխալվելու իրավունքը ձեռք բերելու ճանապարհը շատ փշոտ ճանապարհ է։ Այսքանը ես զինվորական եմ, փորձել եմ տեղավորում 3 րոպեի մեջ, շատ շնորհակալություն, նորից եմ ասում, իմ համար անձամբ շատ կարևոր է այս հանդիպումը, ուզում եմ ձեզ շնորհակալություն ասեմ եւ մեր Լեոնարդին Պողոսյան, շատ շնորհալի երիտասարդ, ով այդ իդեան քննարկում ենք մի վայրկյանի ընթացքում իրար հետ, իրականում շատ լավ երիտասարդ է եւ ընդհանրապես երիտեւը շատ լավ երիտասարդներ են աճում եւ նախանձելի, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ այս ավերի համար, հուսով եմ սա շարունակական կլինի, կան որոշակի առաջարկներ ակադեմիական դաշտ բերելու այս ամեն ինչը։ Շնորհակալ եմ։